Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Աղբյուրակ ջրամբարում երկրորդ օրն է շարունակվում են 72-ամյա Ամալիա Սուքիասյանի որոնողական աշխատանքները։ Դրանց ներգրավված են ներքին գործերի նախարարության ոստիկանական և փրկարար ծառայության աշխատակիցները, ինչպես նաև տեղանքին ծանոթ հարակից բնակավայրերի բնակիչներ։ Իմ գործընկեր Նարեկ Խաչատրյանը, որն այժմ դեպքի վայրում է, տեղեկացնում է, որ ջրամբարում որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև Գեղարքունիքից հրավիրված ջրասուզակները։ Դեպքի վայրում են նաև 72-ամյա կնոջ ընտանիքի անդամները։ Մարտի 11-ի ժամը 10:50-ի սահմաններում ոստիկանության կողմից ահազանգ է փոխանցվել Հրազդանի հրշեջ փրկարարական ջոկատ, որ Ամալիա Սուքիասյանը 2 օր է բարեկամների կողմից որոնվում է 1954 թվականից ծնված, անմիջապես Հրազդանի հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել է նշված վայր, այսինքն Աղբյուրակի ջրամբար, եւ սկսվել է որոնողական աշխատանքները։ Որոնողական աշխատանքներին ներգրավել է Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունից հատուկ ջրափրկարարական մեկ մարտական հաշվարկ եւ ինչպես նաեւ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից նույնպես մեկ մարտական հաշվարկ։ Ժամը 11:00-ից ինտենսիվ ձևով իրականացվում է որոնողական աշխատանքները, ինչու ենք նշված վայրում իրականացնում, քանի որ բարեկամները այդ որոնողական աշխատանքների ժամանակ 72-ամյա Ամալիա Սուքիասյանի գլխարկը գտել են նշված վայրում։ Ներկա պահին, ինչպես նայում եք, նույնպես որոնողական աշխատանքները շարունակվում են։ Մենք ներգրավել ենք ջրասուզակ, որը որ տվյալ հատվածում անընդհատ իրականացնում է այդ որոնողական աշխատանքները։